Սերներ օրհնում ենք ձեզ, այսօր ես խոսալ եմ ծածուկ հպարտությունից, խոսալ եմ ծածուկ խավարի աշխատանքից, ու ասեմ ձեզ, սատանան ամեն ինչ անում է, որ պահի, մարդու չասես, օրինակ նկատել եք ինչ ամոթ է, որ մեկը տեսնի ու լսի, մենք էլ գիտենք, որ դա ամոթ է, ինչ կմտածեն, բայց մենք նես պետք է ապրենք մեր ծածուկ ամոթը, ոչ մի ամոթալու բան չունենանք, ամեն, մեր գիշերվա քնելը, արթնանալը, մեր ծածուկումը անցկացնելը, պետք է նենց ապրենք, որպեսզի Աստծուն փառավորի։ Ժողովուրդ, դեք ամեն ինչ Աստված տենում է, ու այնքան կարևոր է, որ մեր սիրտ ուղղվի, ու որ մենք ամոթալի բաներ չունենանք մեր կյանքում, որ Աստված մեր ամեն ինչը բացահայտի, գիտես, մենք ասենք Տերը պահել է ինձ։ Գիտեք Դանիելը ինչ է ասում, որ գցում են առուզների գուբը։ Ասում Աստված տեսել է իմ մաքրությունը, հրեշտակներին ուղարկել է, առուզների բերանը փակել է։ Շեշտադրումը սա է, տեսել է իմ մաքրությունը։ Դուք այստեղ եք։ Ամեն։ Ասում դու ողջ կաս, թակավոր, Աստված տեսել է իմ մաքրությունը, բայց հետո դրանից հետո ուրիշ մարդկանց սկսեցին առուզները հոշոտեցին։ Այսօրվա կյանքի առուզները, խնդիրները քեզ չեն կարող հոշոտեն։ Երբ որ ես ու դու մաքուր ենք Աստծո առաջ, իմացի այս աշխարհի չարիքները, աղտերը ոչ մի բան չի կարող մեզ կպնի։ Աստված նույնիսկ որ հին ուխտում բժշկում է իր ժողովրդին, գիտեք ինչ ասում։ Ճիշտ ապրի, իմ առաջ ճիշտ ասի, իմ ասածներով ապրի, մաքուր ապրի, ու այս աշխարհի աղտերից ոչ մի բան քեզ չի կպնի։ Սիրելիներ, այսօր ժամանակն է, որ մենք հաշիվ տանք ու Դանիելի պես մտածենք, արդյոք մաքուր ենք Աստծո առաջ, որ առյուծների բերանը փակ մնա մեր կյանքում։ Այս գիշատիչ աշխարհի բերանները չկարանա մեզ հոշոտի, ատամները չկարանա մեզ ծակի։ Այսօր խոսել ենք մի բանի մասին, ոնց անենք մեր ծածուկի մաքրության մասին մտածենք։ Գիտեք, արտաքինում այնքան հեշտ է ճիշտ խոսալ, ճիշտ պահել, բայց այնքան կարևոր է Աստծո առաջ ենք ապրում, ու Աստծո աչքերը ամենտեղ է։ Գիտեք, ամենամեծ մոլորություններից մեկը որ ոչ մեկ չտեսավ։ Գիտեք, Աստված կարա ջրերս անի, բացահայտի ամեն բան։ Տեր օրհնի ձեզ, փառք Տիրոջը։ Այսօր խոսալ եմ ծածուկ մեղքերից, որոնք մարդ չի տեսնում, քեզ հետաքրքիր է։ Հալելույա։ Ես ուզում եմ բացենք Սաղմոսներից, Սաղմոս 12։ Առաջի խոսքից։ Փրկիր Տեր, որովհետև սուրբերը պակասեցան, որովհետև հավատացյալները քչացան մարդկանց որդիների մեջ։ Գիտեք ինչ ասում։ Դու ես որ ես ու հավատացյալ ենք, հիմա մարդել ենք, ամեն հավատացյալ ենք։ Ասում եմ Տեր, օգնի մարդկանց մեջ հավատացյալ լինելը պակասել է։ Յա։ Ասում եմ ինչ ասում։ Փրկիր Տեր, որովհետև սուրբերը պակասեցին, որովհետև հավատացյալները պակասեցին մարդկանց որդիների մեջ։ Այսինքն ես կանգնած եմ, կոչվում եմ սուրբ, կոչվում եմ հավատացյալ, բայց ինչքանով է իմ մեջ հավատացյալի արժեքը բարձր, Աստծո խոսքով ապրելու արժեքը բարձր, թե աշխարհն է բարձացել։ Գիտեք, այսօր ամենավտանգավոր բանը նա չի, որ մեզ հալածելու են հավատքի համար բանտ գցեն, չկա այդ ժամանակները։ Այսօր գիտեք ինչ հալածան կա, որ աշխարհին նմանվենք ու աշխարհի արժեքներով ապրենք, ոչ թե հավատացյալի արժեքներով։ Այսօր ուզում եմ հարց տամ, ինչքան հավատացյալ է քո մեջ բարձրացած, ինչքան աշխարհը։ Ով ուզում իմանա օրվա մեջ առօրյայում իր ներսում ինչ վիճակ է։ Ով ուզում սիրտը քննի։ Ես քեզ գաղտնիք ասեմ, հələ օրվա մեջ ինչ սրտի ավելցուկից է խոսում շուրթերը։ Օրվա մեջ մեկ քեզ հարցնի, ինչքան հին մարդով ես առաջնորդվում, ու ինչքան նոր մարդով, ու կտեսնես տոկոսային հարաբերությունը։ Օրինակ ես ջղայնացրին հին մարդը մտավ գործի մեջ, լավից թե։ Բայց նոր մարդը աղոթում է, փառաբանում Աստծուն, Աստծո ասածների վրա մտածում, ներողամիտ է, համբերյալ։ Ու մի անալիզ արա, քեզ օրվա մեջ։ Օրական, ինչքան է հին մարդը դրսևորվում, ու ինչքան է հավատացյալը դրսևորվում քո մեջ։ Շատ կարևոր է։ Դու քեզ կարաս ախտորոշես քո ներսի վիճակը։ Սրտից է խոսում շուրթերը, ուզում ես սրտիդ մեջ իմանաս, օրինակ, մարդկա մենակ քաղաքական դաշտ, ինչ խոսա քաղաքականություն, լցված է քաղաքականությունով։ Ինքը ավելավ է մի կուսակցություն մտնի, ընտրաշավին մասնակցի, ինքը հավատացյալ չի այդքան։ Բայց հավատացյալը պետք է Աստծով լցված լինի, ինչ խոսան ասի, փառք Տիրոջը, Աստված մեր հետ է, Աստված ամենակարող է, Աստված իսկ կտա, կօրհնի, կբարձրացնի, կբժշկի, իսկ կզորացնի։ Ես չեմ ապրում այսօրվա համար, ես ապրում եմ հավիտենականության համար։ Ես ապրում եմ հավիտենական արքայության մեջ պատիվ, վարձ, օրհնություն ստանալու համար։ Ես ապրում եմ, որ իմ կյանքի վերջում Աստված ասի, բարի ու հավատարիմ ծառա, մտի քո հոր ուրախության մեջ։ Դա շատ երջանիկ բան կլինի։ Ես չեմ ուզում նենց ապրեմ, որ ոտու ձեռս հրեշտակները բռնեն, մի կերպ գցեն երկինք, ասեն հայ շեղվում էր։ Ոչ, ուզում ենք պատվով ու փառքով գնանք մեզ ընդունեն երկնքում, ապրենք երկնքի օրենքներով, ապրենք երկնքի կանոնադրությունով։ Գիտեք, վաղը կարող է պիղծ օրենքներ ընդունեն, կարան բազմակնություն լինի,
Կարա սա լինի, նա լինի, դասի, բայց մենք ապրում ենք Աստվածաշնչի կանոնադրությունով։ Մենք մի կին պետք է ունենա, մի ամուսին, հասկանում եք, մեր համար արժեքը պետք է լինի Աստվածաշունչը, սրբությունը, մեր համար արժեքը պետք է լինի, թե սրտեր քննողը, այս պայն ինքս սիրտը նայում է, ինչ է մտածում։ Գիտեք, այսօր ես խոսալու մի բանի մասին, որ նույնպես, դու գիտեք, որ քո մտքերը բարձրաձայն է երկնքում։ Դու ինչ մտածում ես, ես որտեղ է գրած։ Քանի որ սրտեր քննող Աստված, ինչ է կարծում մտքերը հասկանում է։ Ծածուկ երազը գիտի, թագավորի ամբողջ երազը գիտեր։ Դանիելը, որ երբ որ երազը տեսել էր թագավորը, ասում էր պետք է համ երազը պատմեք, համ մեկնությունը, թե չէ բոլորին կոտորելու եմ։ Դանիելը ասաց ժամանակ դու, մի ուրիշ խոսքերով տեղը գիտեն ճշտելու։ Դու հանգիստ տեղի ժամանակ դու ոչ մեկի մի կոտորի, կգամ կասեմ։ Ու գնաց ինքերին հետ աղոթեց, եկավ, գիտեք ինչքան կարա երազը, արձանա տեսնում, սենց կովից, պղնձից, ինչ մեկ է երազը։ Մի օր դրա մասին խոսանք, դա վերջի օրերի մասին է խոսում, ու Դանիելը գիտեր որտեղ դիմի, կգամ հանգիստ տեղի, մեկին գիտեմ, ու մոտիկ եմ, ինքը կարա քո երազն էլ մեկնաբանի, ծածուկում ամեն ինչ գիտի։ Այսօր գիտեք ինչքան բաներ կա, որ բարձրաձայնվում Աստծո մոտ։ Գիտեք շատ մարդիկ ժպտում են երեսից, բայց ներսով հետը համաձայն չեն, Աստված տեսնում է։ Մեկ էլ ասում իրան չվերցնես քո տմի մեջ, ինքը քո հետ չի։ Ասում ինձ բախի տեղ չտվին, որովհետև սիրտը ծուր էր։ Ուղիղ չի եկեղեցու կարգի հետ։ Ասում հավատացյալները պակասեցին մարդկանց որդիների մեջ, ինքան վախենալու է։ Չի ասում եկեղեցին դադարվեց, մարդիկ կան, բայց հավատացյալներն են քիչ։ Ոսից ովքեր են։ Ես իմ աթոռ են տակասնում ու աշխարհիկ արժեքներով են ապրում։ Ասես եկեղեցուսին ստացած մա խաղը կարևոր է, մեն ասած չէ, դա ես ինձ ձևը գիտեմ ապրելու։ Պապը սենց ապրե, տատը սենց ապրե, հեն ու մեր ես էլ դες պետք է ապրեմ։ Լսի, մեր կանոնադրությունը փոխվում է, երբ որ Աստծուն ենք հավատում։ Մենք սկսում ենք ապրել Աստծո խոսքով։ Ինչքան էլ հաճելի է, թե հաճելի չի, մեր համար արժեք Աստված է դառնում ու Աստծո զորավոր խոսքը ու կտեսնես կյանքում սկսում է փոփոխություններ։ Հին անդերսները դա փոխում։ Լսում եք։ Սատանայի դոստուպն է փակվում քո կյանքի վրա։ Հալելույա։ Գիտեք, ինչքան էլ լավ հարևան ունենաս, բայց գիտես գողա, գողի հետ եթե շուշուտ ասես, դե լավ, թող մեկ գամ մեր դու կոֆե խմի գնա, կգտնաս կոֆեի բաժակները գողացավ։ Հետո մի հատ նորից կոֆեի բաժակը հարևան ամոթ է, ինչ անենք։ Վերջում եք հասկանաս գողի ճանապարհը փակել է պետք։ Ամեն։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Սաղմոս 12-ի վերջի խոսքերն եմ ուզում կարդամ։ 8-րդ խոսք։ Ամբարիշտները ամեն կողմով ման են գալիս, երբ որ անպիտանները բարձրանում են մարդկանց որդիների մեջ։ Ունայք ինչ ասում։ Գիտեք ամբարիշտով է, որ մի ժամանակ Աստծուն պաշտել է, բարեպաշտ է եղել։ Բայց հիմա ամբարիշտ է, էլ չի պաշտում Աստծուն։ Դեսի անհավատի մեղավորի մասին չի խոսում։ Սա խոսում հավատացյալի, ամբարիշտը դա նախքին, հավատացյալն է, հետ կանգնած։ Ասում է երբ են ամբարիշտները ամեն կողմով ման գալիս, երբ որ անպիտանը բարձրանում է մարդու որդիների մեջ։ Դուք պատկերացնեք ինչ ասում։ Երբ որ ամբարիշտին, անպիտանին դու տեղ տաս սրտիդ մեջ աշխատի քո հետ, դու դառնում ես ամբարիշտ։ Երբ որ անպիտանը բարձրանում է, որ եկեղեցին քեզ պետք չի, 10-րդ չտաս, մի փառաբանի տոլավ ինչ աղոթել, այս հովի դեմ հակառակ խոսա, նրա դեմ հակառակ խոսա, դա անպիտանն է բարձրանում։ Ու եթե դրա հարցերը չես լուծում, դու դառնում ես ամբարիշտ։ Դուք այստեղ եք։ Կարող է եկեղեցին մի բան ասի, որ քեզ հաճելի չի, ոչ էլ հարմար է։ Դու արդեն ձևերը դասավորել ես, բայց դու գիտես, այդքան էլ ճիշտ չի։ Ու մեկ է սկսում ես հակառակվել։ Սերիս մենք ամեն բան պետք է անենք, որ անպիտանը չբարձրանա մեր սրտում։ Գիտեք, այսօր հպարտությունը ոնց է բարձրանում։ Վերջի երբ են հասկանալու, որ քո նման զորավորը չկա այս եկեղեցում։ Վերջի երբ են հասկանալու, որ դու զորավոր մեկն ես։ Վերջի երբ են տենալու այսքան զոհերդ։ Վերջի այսքան բան եմ անում, մեկը կա տենում է գնահատի, լսի, սխալ մտածելակերպ է։ Ես մեկի առաջ եմ անում, որը պետք չի ինձ ոչ մեկ տեսնի, ինքը տեսնում է։ Ամեն։ Գիտեք, որ դու ծածուկ զոհ ես անում, մենք չգիտենք դու ինչքան զոհաբերեցիր, բայց մեկը կա տեսնում է։ Դու գիտեք, որ Աստծո աչքերից ոչինչ չի վրիպում։ Որ նախտում ես հին ուխտը գրած է, էսի դուրը սարքեցենի, էս արեց, էսի ոսկես կամ բերեց, դետալներով է գրած Աստծո մոտ։ Նույնիսկ ճաշի հետ կապված է գրած, որ այսքան կերակուր բերեց, էսի ճաշով փոխեց, սենց արեց, գիտեք, Աստծո աչքերից ոչինչ չի վրիպում։ Ու երբ որ մենք ապրենք, գիտեք իմ համար հոգևոր մարդով է, ուժեղ, ոչ թե որ աղոթումը հիվանդաբժշկվում, նույնիսկ կարող մեռել էր հարություն տա, պարգևագործում է, որ իր սիրտը քննել գիտի ու Աստծո հայացքով նայում է իր սրտին, ինչ հարց պետք է բժշկվի իր սրտում։ Ամեն։ Դուք այստեղ եք նորից եմ ասում, իմ համար հոգևոր արժեքը նա է առաջնային,
Ոչ թե դու աղոթել ես մի հատ ինչ-որ հրաշք ա եղել, վատ չի, բայց հիմա համար հոգևորը նա է, որ դու կարող ես քո սիրտը քննես, ռենտգեն անես ու ոչ մեկ չի մնում։ Ու դու գիտես Աստծո հետ ոնց հղկես։ Կարաս Գաստոնս այսօր հպարտացա։ Այսօր գարշելի մտքին տեղ տվեցի։ Այսօր պիղծ միտք եկավ, բայց ես պահեցի։ Ես այսօր կեղծավոր պահեցի ու գաս Աստծո առաջ կոտրես քեզ ու դա Աստծուն հաճելի է։ Հալելույա։ Փառտիրոջը։ Ձերս մի օր մեկին ինձ արեց, վերջը մենք հարց տամ, էլի խաչի եղբայր, ինչքան պետք է զոհաբերենք Աստծուն, սա ջղայնացած։ Ասի ներսի տասա, ներսինիտ, այդ ամպիտանին, հավիտյան զոհաբերելու ենք Աստծուն։ Ամպիտանն էր բարձացել իր մեջ։ Ասի ներսինիտ ասա, ոչ միայն փողերը, քեզ էլ հետն է զոհաբերելու Աստծուն։ Ամբողջ կյանքն ենք մենք տալու Աստծուն։ Եկեք բացենք Սաղմոս 19-ը։ Շատ ուժեղ Սաղմոս, հա։ Գիտեք, այնքան փառավոր է սկսում է Սաղմոս առաջ խոսքից։ Երկինքները պատմում են Աստծո փառքը, հաստատությունը իմացում է նրա ձեռքի գործը, օրը օրին խոսք է բխում, գիշերը գիշերին գիտություն է զուգ։ Ինչ ա ուզում ասի։ Որ գիշերը 12-ը գալիս է օրը փոխվի, այդ մի օր առաջ ասում է գիտես ինչ փառավոր օր ունեցա, տենամ քո օրը ոնց կլինի, այնց էլ աշտերեմ տեսես այսօր, օրը օրին Աստծո փառքն է պատմում։ Էն էլ ասում է, հեսա կտենաս, իմ Աստված իմ օրն է լավ կանի։ Ասում օրը օրին խոսք կա, լեզու չկա, խոսք չկա, նրանց ձայնը լսելի չի։ Ասում են, որ չեն խոսում ավետարանը, ձայնը լսելի չի, բայց նրանց բարբառը դուրս է գալի ամեն երկիր, նրա խոսքերը միջև աշխարհի ծայրն են, արեգակի համար խորան դրեց նրա միջում, Փեսայի նման դուրս է գալիս իր առագաստից, նրա ելքը երկնքի մի ծայրից, գիտեք շատ փառավոր է, հետո մի առաջ ընկնեմ, Տիրոջ օրենք անարատ է, հանգստացնում է հոգին, Տիրոջ վկայությունները ճշմարիտ են, իմաստուն է անում պարզամիտին, Տիրոջ պատվիրանները ուղիղ են, ուրախացնում են սիրտը, Տիրոջ հրամանները մաքուր են, լուսավորում են աչքերը, Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան, Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, նրանք ավելի ցանկալի են, քան թե ոսկին, քան թե շատ մաքրված ոսկին, ել ավելի քաղցր է, քան թե մեղրը եւ մեղրահացը, քո ծառան նրանցով լուսավորվում է, նրանց պահպանություն շատ հատուցում կա, բայց հիմա սկսում է մի վախենալու բան։ Ով է իմանում իր սխալմունքները, ծածուկ։ Ծածուկ սխալմունքներից էլ սուրբ արա ինձ։ Գիտեք, հետո շարունակում է։ Եվ պահի քո ծառային ամբարտավաններից, որ իշխանություն չանի ինձ վրա, այն ժամանակ անարատ կլինեմ, մեծ անօրենությունից սուրբ կլինեմ։ Նայեք ինչ ասում, պահի քո ծառային ամբարտավանությունից, որ իշխանություն չանի։ Գիտեք, ամբարտավանը այդ հպարտության գագաթնակետն է, որ ասում է դա ինձ վրա իշխանություն չգործածի։ Լսում եք ինչ ասում։ Ծածուկն է ասում, երբ որ մարդը քո վրա իշխանություն գործածի, դու կջղայնանաս։ Ոսից գոնային կողմ, բայց քո ներսից ստիպում է ամբարտավանը դու տեսանես, դու անպայման պիտի մեղքի գնաս, դու անպայման, գիտեք, այսօր ասեմ, հոգևոր աշխարհում քրիստոնյաների ամենամեծ սայթակումը նա է, որ իրենց ծածուկը չեն հանում լույսի մեջ, ասեն, սենց սխալ մտքերի մեջ եմ, սենց սխալ է մեջ բանա տանջանք կա, երբ որ իրենց ծածուկը հանեն լույս աշխարհ, իմացի, սիրից կջախջախվի, երբ որ համես լույսի մոտ, ջախջախվում է, բայց պահում է, մարդ չի մանա, լսի պիղծ մտքեր է ծնկի Աստծո առաջ բաց, պետք է մի հատ քրոջ պատմի, մի հատ եղբոր պատմի, պիղծ մտքերը տանջում է, կեղտոտությունը, այս աշխարհի արժեքները հանի լույս աշխարհ, որ ոչինչ անա, մի պայի, ինչը լույսի մեջ եղավ, ոչինչ անում է, ես ես ասեմ, ծածուկ բան չկա, որ ջրերից չելնի, ծածուկում ասում խնդրես հայտնապես կտամ, ծածուկում ապաշխարես, հայտնապես կջինջեմ, դուք այստեղ եք, սատանան հիմար չի, ինչքան ասեն հիմար տուպոյ, ինքը ստության հայրն է, բայց հիմար չի, ինքը որ հիմար է, սա աշխարհին չի խափի, ինքը ծածուկում աշխատում է, օձի պես աշխատում է խափելով, իր այդ պիտի երկխոսյան մեջ չմ, գիտեք պատկերացրեք այդ ռադիոյա ու մի ասած ականջի նաուշնիկով ու պիղծ բաներ է խոսում, ինչ ես կարծում, դու կարաս ուրախանաս, այդ լեհրապտի կտրեց, այդ նաուշնիկը գցես մի կողմ, ծերներ, այսօր ամբարիշտը, ամբարտավանը ծածուկում աշխատում է, մարդը ասում է, այ բար դիտի ասելու բան, այդ մեկին պատմեմ, պիղծ միտք կա, գնա Աստծուն պատմի, եթե չի գնում մեկին գետի պատմի, գիտեք մի օր մի բոյով մարդ եկավ եկեղեցի, հետո ինքը ասեց, որ զինվորական եմ, կոչումով ինչ-որ մեկն է, բոյը 2 մետր, ասում այ աղբերս մի հատ բան ասեմ էլի, ասելու չի, անդադ ինքնասպանության մտքերը խեղդում է ինձ, որ ես ինձ գցեմ միտեղից պրծնեմ, ոչ են մեծ ընտանիք ունեմ, հարգանք պատիվ ունեմ, չեմ անում, ոնց անեմ։ Գիտեք, այսօր այնքան մարդկանց մեջ է տարբեր բաներ աշխատում։ Պապենական ինչ դևեր ես ունեցել, աշխատում ենք ու հետ։
Պապերը ալկոգոլից են մահացել, իմանց ալկոգոլի դևը մի օր հետ աշխատելու է։ Մարդ չի տենում մի բաժակ խմի։ Խաղամոլության դևերը քո պապերին ուսումնասիրել են կամ հպարտության։ Գիտեք այդ գենետիկա չար ուսումնասիրելով գիտի քո թույլ տեղը։ Այդ չի գալու ուժեղ տեղով, չի գալու ասի մեկին մի բանով խփի գլխին, որը չես անի։ Կսես չի մար մտքերը։ Գիտես որ կոմով է գալու, որ պապատ ու մամատ են ընկել, պապիտ ու տատիտ են սայթակե, այդ կոմով է գալու։ Ու դու պետք է ամեն բան անես, ու եթե դեն մեզ սատանան թեկուզ խոշորացուցով ճշմարտություններ է ցույց տալի ժամանակավոր, բայց դե հավիտենական ճշմարտությունը ցույց չի տալի, նա փաստերով քեզ մա փոսը գցի։ Խափելով որ տանի կործանման, ու դու հիշի որն է քո հոր ու պապու սայթակումը։ Գիտեք դեն մեզ վերականգնողական կենտրոնում եկել է բժշկվել է, բայց իր պապենական բոլորը մուրացկան են։ Մեկ էլ պատտվում է, պարտկով ով փող կտա, պարտկով դու կտաս, ասում լսի պարտկով փող ինչ ես անում։ Քեզ ծրի պահում ենք, փող ինչ ես անում։ Այդ հին բանն է ուզում սատանան աշխատացնի։ Ոչ թե իրան պարտկով է պետք, իրանը գենետիկան է սկսում շարժվել։ Ու գիտեք այսօր այդ սատանան գենետիկայի մեջ էլ է մտնում։ Այսօր այնքան մարդիկ գիտեն, որ ասում ախր պատմելու չի, ու դա էփում է մի օր պտուղ ատալու։ Գիտեք որ մտքին դու զարգացում տվիր այդ միտնել հաղթանակի հասնել։ Դու գիտեք որ օրինակ Դավիթը մի ամիտ ընկավ շնության մեջ, որ կանգնած էր կտուրի վրա։ Ինչ է կարծում մի ամիտ եղավ։ Դու գիտեք որ Դավիթի անցյալը կարդում ես բոլոր ազգաշնության մեջ էր։ Դավիթի սերունդն է ստելու շնությունով գնում է, նույն ոգով։ Տղեն բռնաբարում աղջկան, Դավիթը քանի հատ կին ուներ, Աստված ասում է, ես քեզի ինչի կարիք ունեի, քանի հատ կին եմ տվել։ Բայց Դավիթը ոչ թե մի ամիտ սայթակեց, վայ, տես անգա էփել էր իր մեջ։ Ես չեմ հավատում մի անգամից մի ամիտ բաների։ Ես հավատում եմ, որ էփում է սատանան ու դու դրան ես սպասում։ Շորտ այսօր ուզում եմ մի բան ասեմ, այն սերմերը, որ ընկնում է, դու պետք է ասես Տեր, այն Աստծո ներկայությունը ուժեղը, թող չորանա այն սերմերը, որ ինձ տանում է կործանման։ Թող չորանա։ Թող չորանա այդ խաբեբայության միտքը, որ պետք է փող վերցնեմ չտամ։ Որ թող չորանա այն խաբեբայ ալնեմ, ստի մեջ բարգավաճեմ, չափազանցության բարգավաճեմ։ Թող քանդվի։ Ու ամեն ինչը։ Օրինակ ես մարդ գիտեմ, ամենտեղ իրանք ազգովի ուշանում են։ Ասես խոսքի 5-ին է, 5-ից շուտ չի գալի։ Ու իրանց մոտ բնավորություն է դառել։ Գիտես ժամանակն է, ուզում ես Աստված քեզ ճիշտ ճամին օրհնի։ Քո այո, դու ոչ դիրեք ավելի լավ 5 րոպե շուտ գաս, քաստը ուշանաս։ Ես չեմ մեղադրում որ մեկ-մեկ կարող ստացվի կամ հերոյ է։ Ես խոսում եմ բնավորության մասին։ Գիտեք մենք պետք է խավար այն որ քո վրա իշխանությունա գործադրում այդ ամբարտավանը դրա հարցերը լուծենք։ Ասում որտեվ ամբարտավանը ինձ իշխանություն անում ինձ վրա։ Ծածուկ սխալմունքներից ցույց արա ինձ։ Գիտեք ես այնքան մարդու եմ հանդիպել ծառայության բերումով, մի հատ քույրիկ ունեինք Ալիարակից բժշկվել էր։ Նախկինում ամուսնացած բաժանված էր եղել։ Ալիարակից բժշկվել էր, եկավ ժամանակ հրաշքով ծառայում էր Աստծուն։ Հետո կյանքը դենց ենք ուզում էր էլի ամուսնանալ, բայց դե մեր ձեռը չի այդ հարցերը։ Մի օր բակալնի ծառայություններս հանձնեմ, ասում ինչի համար։ Չեմ ուզում ծառայեմ, աշխատանք եմ ճարել, հարմար չի։ Դու գիտես, բռնի զորով չի։ Հետո ասում եմ մի ամիս, երկու ամիս իմանում ենք որ տալել են հիվանդանոց նորից Ալիարակը վերականգնվել է։ Գնում եմ իր այդ զրուցելու, ասում թողեք սենյակում քիչ իր այդ զրուցեմ։ Անունը չեմ ուզում ասեմ։ Քուրիկ ջան, ախր քո մոտ ամեն ինչ լավ էր, ինչ ասում եմ, ո՞й 6 ամիսայի մեջ միտք է գալի, ում է պետք Աստծուն ծառայելը, մեջ ինչ օգուտ կա։ Չեմ ուզում, ինչա ում է պետք Աստծուն ծառայել, օգուտ չկա։ Օգուտ չկա, օգուտ չկա։ Ես մեմ այսօր քեզ օգուտների մասին ասեմ Աստծո։ Անեցքը քանդված է քո կյանքում։ Դա օգուտ է թե չէ։ Սատանան իշխանություն չունի քո վրա, դա օգուտ է թե չէ։ Հիվանդությունները հետ են նահանջել, ժառանգական անեծները հետ են նահանջել։ Դա օգուտ է թե օգուտ չի։ Աստված դարել է քո հայրը ու հավիտենական կյանք ունես, դա օգուտ է թե օգուտ չի։ Սատանան բերում է քո տկար տեղը, որտեղ տկարություն ունես, ասում է, բա ուր է Աստված։ Սատանան միշտ բերում է մի հատ տկարության վրա ու քո հետ աշխատի, բա օգուտը ո՞րն է։ Լսի, եթե դու իմ Աստծո հետ չլնեիր, կգժվեիր, կվատանայիր, կոչնչանայիր, թեկուզ ինչ-որ հարց լուծված չի։ Պատկերս առանց Աստծուն դեր, ինչ էր ներ քո վիճակը։ Հա, էլի խնդիրներ կա։ Մեկը ընտանիքի հարց ունի, մեկը առողջական, մեկը ֆինանսական, մեկը տան։ Իսկ եթե Աստծո հետ չլներ, ով էր քեզ մխիթարելու։ Ով էր քեզ ողորմելու։ Եթե եկեղեցու անդամ չլներ, որտեղ եք գնալու շաբաթը մեկ խաղաղվելու։ Այդ քույրիկը ասի դու պետք է ապաշխարես։ Դու անարգել ես Աստծո տվածները։ Ինչ օգուտ։ Գիտեք, մեկ-մեկ հետ է գալի հինը, նոր հասկանում ես ինչ օգուտ։ Հələ հիշի որտեղից վերցվեցիր։
ու երբեք չմոռանաս։ Չմոռանաս, որ դու ոչ մեկին պետք չէիր, ամբողջ աշխարհով մեկ խայտարակ էիր եղել։ Ինչ կապանքների մեջ էիր ալկոհոլի, ինչ կապանքների մեջ էիր ստի, անեծքի, մենակության, իսկ հիմա ազատությունա բերի Աստված, ասում սատանան ինչ կա տալի, ինչ օգուտ։ Լսի, թե իմ Աստված ինձ երբեք չորտնի, ես փառաբանելու եմ Աստծո, որտեղ հավիտենական կյանք ունեմ։ Ես պատրաստ եմ միշտ հիշացնեմ ինձ, ինչքան լավ բաներ կա Աստծուց իմ կյանքում, լավ եկեղեցի ունեմ, լավ եղբայրներ ու քույրեր ունեմ ամբողջ աշխարհով, Հայաստանով մեկ ու աշխարհով մեկ, ինչքան օրհնված եմ, որ իմ Աստված ինձ օգնում է, հայտնություն է տալի ու իմ հետ ապագա ունի։ Այնքան լավ բաներ կա Աստծուց։ Հալելույա, եկեք բարձր ծափարենք Աստծո։ Հարթիրոջը։ Ես լավ բաներ շատ կարամ ասեմ։ Հիմա ենք հասնենք այն տեղը, որ սատանան գալիս է Հիսուսի մոտ, Ղուկաս ավետարան, 4-րդ գլուխ։ Եվ Հիսուսը Սուրբ Հոգով լցված Հորդանանից առաջ խոսքից, եւ դարավ հոգով տարվեցավ անապատ, 40 օր սատանայից փորձվեցավ։ Այն օրերին ոչինչ չկերավ, երբ որ նրանք լրացան սովեց։ Հիմա ուզում եմ բան ասեմ, չարը գալիս է սոված վաղտ։ Որ բնագավառում սոված ես այդ րոպեին, կուշտ վաղ չի գալիս։ Դուք այստեղ եք։ Փոխաբերական եմ ասում, սոված վաղ, այստեղ գրած եք ինքնոք հաց չէր կերել։ Նայեք ինչ ասում սոված մարդուն։ Եվ սատանան նրան ասեց, եթե Աստծո որդի ես, ասա այս քարերին հաց լինեն։ Այսօր քեզ էլ է գալու ասի։ Բայց եթե Աստված կո, այ քուրս, Վարդենիկում խինց ես վիճակներ ես։ Լսի Վարդենիկի հետ գործ ունես, ոչ եմ արտոնու։ Գործի քո Աստծո հարաբերության մեջ։ Բայց եթե Աստված կա Ռուզան ջան։ Այդ ո՞նց է լոջիկով ապրում։ Նայեք ինչ է Հիսուսն ասում։ Հիսուսը նրանց պատասխանեց եւ ասեց. «Գրված է, ոչ միայն հացով կապրի մարդ։ Չար դու պարտված ես, մեր արժեք առաջնային հացը չի։ Հացը պետք է, բայց միայն հացով չեն ապրում, հացով գոյատևում են, ապրում են Աստծո բերանից դուրս եկած խոսքով։ Ոչ միայն հացով կապրի, այլ Աստծո ամեն խոսքով։ Հալելույա։ Եկեք բարձր ծափարենք մեր Աստծուն։ Գիտեք, աշխարհի շեշտադրումը հացն է։ Աշխարհի շեշտադրումը նյութական շոշափելին է։ Իսկ Աստված ասում է. «Ես քեզ ես քո հետ եմ»։ Տեր ո՞նց ենք ես պատերազմ մաղթելու։ Ես քո հետ եմ, չվախենաս։ Տեր Աստված ես հարցը ո՞նց եմ անելու։ Ես քո հետ եմ։ Մենակ դու իմանաս, որ Աստված քո հետ է։ Ոչ թե իրավիճակի նայես, որ մենակ ինչ պիտի անեմ։ Մեկ հավատացյալները դենք են ընդունում, որ էլ հույս չկա, Աստված էլ հարություն չի արել։ Всё։ Մերի պրծախբեր։ Ձեզ են միտքը որ մեջը զարգանում է։ Օրինակ գիտեք լքվածությունը ոնց է եփում։ Դու աղջիկն ես, որ քո կյանքում էլ բան ունի։ Հերդ ինչ ուներ, որ դու ինչ ունենաս։ Դու ումտեղեն ես, որ ես լսի, փոխել է Աստված։ Մենք արդեն Հիսուսը ժամես որդեգրել է։ Մենք որդեգրված ենք Աստծո կողմից։ Մենք ամենակարող Թագավորը որդեգրել է։ Մենք Թագավորի զավակներ ենք։ Մենք օրհնված սերունդ ենք։ Մեր մոտ ամեն բան հաջողվելու է, որովհետև մենք որդեգրված ենք Թագավորից ու դարել ենք Թագավորի որդի ու նույնպես Թագավորներ այս երկրի վրա։ Ու մեր մոտ կհաջողվի ու չարի գործերը կքանդվի Հիսուսի անունով։ Այս պատմության մեջ սատանան հետո տանում է բարձր տեղ, ասում է, այս թագավորությունները քեզ կտամ, եթե ինձ երկրպագես։ Գիտեք Հիսուսը ինչ ասում, ձերից հետ ոնց կվեկալենք թագավորությունները։ Միայն քո Տեր Աստծուն երկրպագի։ Մենք միայն երկրպագում ենք Աստծուն։ Գիտեք ինչ նշանակում երկրպագել։ Տեսեք այն ֆուտբոլի դաշտում ոնց են երկրպագում թմին։ Շորերը հանում են, քրտնած, տանջվում են, չէ՞։ Կգցել են իրանց։ Այդ դրանք երկրպագուներ են։ Իսկ դու գիտես ոնց ես երկրպագում ասել։ Ջան, գիտես, ինքն ունեմ սիրում։ Ժամանակ չկա։ Էդի Որ ասա փիսիկը մտել մի մուտանկյունում, ունչերը քիթել ու լաց էր լինում։ Լսեք, փիսիկի երկրպագություն պետք չի։ Պետք է երկրպագես, որ երկինքը լսի։ Որ քո ակաշները հարևաններդ էլ լսեն, տնեցիներն էլ լսեն, որ դու Աստծուն ես երկրպագում։ Դեր երկրպագել նշանակում է իր Աստծով ապրել։ Երկրպագելը երկելու մասին չի միայն։ Երկրպագելը կյանքի ոճ է, որ ես ապրում եմ, որտեղ երկրպագում եմ Աստծուն։ Ես ապրում եմ, իմ կյանքը պետք է երկրպագի Աստծուն։ Իմ ներսը պետք է փառաբանի Աստծուն։ Հետո ինչ որ չկա, բայց Աստծու մոտ կա։ Հետո ինչ որ այսօր ես նեղված եմ զգում, բայց իմ Աստված թագավոր է։ Հետո ինչ իմ մոտ դժվարություն կա, իմ հայրը հավիտենական թագավոր է, 4 տարին մեկ չի, հավիտենական թագավոր է։ Հետո ինչ ես չունեմ, պապայի մոտ կա։
Հետո ինչ էս բան չի երևում։ Երկնքում ամրագրված է իմ հարցերը։ Գիտեք, երբ որ Հովանեսի հայրը Զաքարիան Եղիսաբեթ երեխա չունեին, գիտեք Աստված եկավ ինչ ասել, լսվել է այն երկար տարի առաջվա աղոթքը։ Միգուցե Զաքարիան մոռացել էր աղոթել։ Արդեն անունն էլ է երկնքում որոշված։ Հովանես է լինելու։ Գիտես խի է հիմա ծնվելու, որպեսզի Տիրոջ առաջ ճանապարհ պատրաստի, նա մեծ զորավոր մարդ է լինելու։ Ամեն։ Այս խեղճը շփոթվեց։ Այս ով էր։ Գաբրիելն է։ Սիրելիս մեծ Աստված ունենք։ Հələ բաց Աստվածաշունչը կարդա, իր մեծությունը կհասկանաս։ Գիտեք, խենք վատ մտքերին արգավաճում տալիս աճ, որտեղ սնվում է ուրիշ տեղերով։ Եթե դու չարի սնունդը փագես, նա չի դիմանա։ Չարի սնունդը, մի բան, երբ որ չես ջրում, գնում է։ Նա անջուր տեղերում հանգիստ չունի, շրջվում է, գա ջրի մեջ ենք մենք։ Տենա ինչ կա, եթե ջրես հետ կգա։ Ջրում ես։ Ինչը ջրես նա աճելու է, ինչը չջրես չորանալու է։ Ես ժամանակ չունեմ այդ սերիալների, ես ժամանակ չունեմ այդ Զիբլանոցի, Աղբանոցի, ես իմ ժամանակ Աստծո հետ եմ անցկացնելու, եկեղեցում, Աստծո ժողովրդի հետ, աղոթքներով, փառաբանությունով, Աստծո ասածները կանեմ, կտենաս կամած այդ մտքերը կպակասի, կտենա, որ քո հետ լավ ընկեր չես իր համար, թողի գրա։ Գիտեք Աստված շատ է ֆինանսից ձերկե, որ վատ ընկերներին ճանապարհ դնի։ Երբ որ քո տղեն վատ ընկերներուն ինչ ես կարծում մեծ փող կտաս։ Ասես դրանց փոխտամ ընկերները կտան, ինչ ասես ծխախոտ կառնեն։ Վատ բաներ կան, դրան փող չի կարելի տալ։ Վատ թույտ են, այդ ընկերները մի օր 1, 2, 3 ասեն, արա, քո ընկերություն չարժի անել։ Ինչ ինչ պապան ես, փող չի տալի մի քիչ իրար հետ փչացնենք։ Աշ, երկրային պապան վատ ընկերներին ճանապարհելու իմերսից համար շատ անգամ փողի ձերկում է։ Դու երբ փողի ձերկել էդի վատ բան չի, Աստծո համար բարի է։ Գիտեք Աստծո կանգնա բարին հաճելին կատարել է, չէ՞։ Ոնց թող չկա սա բարի որն է։ Լսի մեջիդ վատ ընկերներին է ճանապարհ դնում։ Հպարտությունն է ջարդում, որ չասես իմ մոտ հարց չկա։ Այդ վաղտի մասը ես չգիտեմ, Տերը գիտի։ Դրանք տարբեր բաներ են։ Գիտեք Աստված կա ջարդում, փողերի ձրկում, վատ ընկերներին ճանապարհ դնում, որ մեղքին չվազես։ Հիմա մեր պապան լավ պապա է։ Մենք որ գիտակցում մեր երեխեն վատ բանի մեջ մենք փող չենք տա։ Ժողովուրդ լավ հայրը գիտի որտեղ վնաս կա, որտեղ չի սնուն տալի, դες խի շատ անգամ բան չի տալի, որտեղ մեծ պարտան, նայեք ինչ փողեր օրտնվա, նայեք ես այս կանեմ, դրանք շատ անգամ ցավացնում է, մեկ է գլուխդ կորցնում ես, Աստված ուզում է օրտնի քեզ, բայց գիտի ոնց օրտնի, որ քեզ չկորցնի, ինչ ես կարծում, Աստված ուզում է քեզ մեծ օրտնի, որ քեզ կորցնի, ես շատ եմ էդի ասի այգիների մեջ, երբ որ լավ վատ տունկեր կան ու լավ տունկեր, երբ որ անձրև տաս վատն էլ աճում։ Դեք Աստված շատ անգամ խի անձրև ուշացնում, որպեսզի վատերը պոկի ժառանգական են վատերը։ Եթե պոկեց անձրևը տալիս է։ Անձրևը գալիս է, լավ պտուղները աճում են, օրտնված Աստված, բայց այն տատասն ու փուշ են, որ ժառանգական պետք է պոկի թափի։ Դրա համար մի ներվի անապատը նայածում համարավատ։ Մարդկայինով վատ է, բայց Աստծո համար փառավոր է։ Այսօր Աստված եկել է մեր սրտերը բժշկի։ Ու չարը գալիս է սոված բնագավառի վրա։ Բա որ Աստված կրխիս են եղավ։ Լսեք սատանան անում է վատ բաները ու մեղադրում Աստծուն։ Բայց Աստծո կամքը չէր վատ բաներ քո կյանքում։ Գիտեք որ Աստված գիտա էկրանը բացի ու սա դետալները դնի առաջ կտեսնես որ դու ես մեղավոր, Աստված մեղավոր չի։ Հիշեք մեր կյանքի ոչ մի բնագավառում կյանքիդ վրա միշտ հիշի։ Ինչ վատ բան լսես կամ տենաս, ինչի Աստված արդարա, բարիա, ողորմածա, ուզում էր օգտես բան չներ։ Սելի Աստծո ժողովուրդ, այսօր մենք պետք է աղոթենք, այսօր մենք պետք է չարի մտքերին, ասեմ ձեզ մի բան, ամենագլխավորը մտքին, մտքով չեն կարող հաղթել։ Օրինակ մտքեր է գալի, քեզ չեն սիրում, քեզ փող չեն տա, դու ոչ մեկին, ու դու մտքով մտածում ես։ Գիտես քո մտքերն է, չէ, այդին կեղտոտ միտքն է, որ քեզ թույնում է։ Դու այդ վաղ բարձրաձայն Հիսուս ասես, գերված է, միայն հացով չի ապրի մարդ, Աստծո բերանից դուրս եկած խոսքով։ Գրված է, որ ես հավիտենական կյանք ունեմ, արդեն ներված է իմ մեղքեր, ինչ էլ ուզում ես երկինքն եմ ժառանգելու։ Գրված է, որ երկնքում փառավոր տուն է պատրաստում Տերը ինձ համար։ Ստեի տունը ոնց կլինի չի, այդքան չի հետաքրքրում, հավիտենական տունը այնքան է կարևոր։ Հալելույա։
Գիտեք, կան մտքեր, որ գալի գնում են, բայց կա մտքեր բույն ա դրած ու դու գիտես էդի որ միտքն ա, որ ժամանակ առ ժամանակ տանջում ա։ Գիտեք, հիմա Աստծո եկեղեցում, որ լույսերի վաղ խավարասերները պահկվում են։ Տարականները, հայերեն ասած տարականները պահկվում են։ Ուզում ես խավարասերների հարցերը լուծես, աշխատի լույսերը շատ վառած պահես։ Գիտեք, ինչքան մարդ եմ հանդիպել, ամուսինը խոպանից միլիոնով փող ա բերել, կինը իմաստության բացակայության պատճառով սա բարեկամների պատմելա, տուն ինչքան փող կա։ Կեսը պարտքով են ուզել, կեսը գողեր են եկել տալել։ Կնիկը տոշտի հասցեն ասելա, տեղով, մեղով, սա արել հա։ Հիմա ես մա, այդ այլանդակներ, այդ ինչ բարեկամներ են, ասի բարեկամներ ինչ մեղք ունեն, դու ես գնացեք գելերին մսի տեղն ասել ես, այդ միջելոց մի բան ասեմ, դու գիտեք, որ գայլի սիրած միսը գարան միսն է։ Նա գարերին հոշոտում է։ Երբ որ դու հոտից դուրս գաս, երբ որ դու սխալ մտքեր ընդունել, մի գնա եկեղեցի, քեզ չեն սիրում։ Այնտեղ գայլը սպասում է, որ բուգը ծակի արնակամանի։ Դեպի Աստվածաշունչում շատ կենդանիներ կա, բայց ես մի քանի կենդանի շեշտադրեմ, այծեր, գառներ ու գայլեր, որոնք խորհրդապատկեր է եկեղեցու ներսում։ Այծերը միշտ ասում են, արի ճամփենթեք ենք, հերիքա իրանց հետ, մտքերիդ մեջ։ Թեև Աստված սրանից ավելից բան չտա, Տեր օգնի որ մնա մինչև վերջ հավատարիմ, բայց ես զատո երկինք կմտնեմ պատվով։ Մեկը իր ձեռն է, մեր ուժով չի ու մեր կարողությունով չի։ Մի օր մեկ ասեց, Աստված այս երկու օրը չբժշկեց, գլխից ճարը կտենամ։ Ասի, բայց այդ քո բժշկությունը անբուժելի է, ոնց ես գլխից ճարը տենալու։ Աստծուն ուդիմատում ա տալի։ Ու հետո մահացավ։ Գիտեք, մեծ մի խոսա, Տեր, դու ես իմ պահապանը, դու ինձ որ փրկել ես, ես մեռնողը լեյ վաղ կմեռած կլնեի էլի։ Տեր ինչքան բաներից ես պայվող խայտարակ չլնեմ, գիտեք Աստված չի ուզում մարդու խայտարականը, գիտեք երբ խայտարակում, երբ որ երկար ժամանակ դու շարունակում ես, երազով ա խոսում, անհանգստություն ա դնում, հոգուտ մեջ անում, հետո մարգարեի միջոցով ասում տարբեր ձևերով, եթե չես ապաշխարում այդ վաղ կարող բացահայտի։ Ու դա ամոթով մնաս։ Աստված չի սիրում բացահայտի։ Գիտեք Աստված ոնց է Նաթանին ուղարկում է Դավթի մոտ, գնում է ոչխարների պատմությունն է պատմում Նաթանը։ Երբ որ Դավիթը ասեր, ես կապաշխարեմ, կխոսամ, Աստված չէր բացահայտի, բայց հենց հրաժարվում է, Նաթան ասում է դու ես էդի։ Աստված չի սիրում թագավորի գաղտնիքը մեկը իմանա։ Քո գաղտնիքն էլ չի ուզում մեկը իմանա, երբ որ դու պետք է ապաշխարես։ Գիտեք, ժողովուրդ այսօր մի բան ասեմ, այն միտքը որ գալիս է, չէ՞ գելա միտք, որ դու չես բժշկվել հիվանդ ես, կամ արդեն մտքեր եկել է։ Հիմա տեղել է։ Լավ, աստեղ ազատ եք։ Եղել է մտքեր որ ասեն դու փող չես ունեն, աղքատ կմնաս։ Եղել է որ քո կյանքում բան չի հաջողվի։ Դժվար ամուսնանաս։ Ամուսնացածներին չի վերաբերում, չամուսնացածների մաս տաղոսքը։ Գիտեք ժողովուրդ, այն մտքերը որ շարունակական գալիս է ու դու ձայնով չկայնես դրա դեմ, բարձր, քանդում եմ քո զորությունը, իմ մոտ հաջողվելու է։ Ես առողջ եմ ելնելու, ես բարգավաճելու եմ, ես պետք է ազգերի մեջ ծառայեմ, ես պետք է օրհնված լինեմ, իմ սերունդը օրհնված ալնելու։ Ես Աստծո հետ կհաջողվեմ ու իմ մոտ կստացվի։ Ես առողջ կլինեմ, օրհնված կլինեմ ու ես օրհնված կգնամ երկինք։ Մեր Աստված միշտ ասում է, գիտեք, մի անգամ մի եղբայր ասում է, Տերն ինձ եմ ուզում քեզ փաթաթվեմ մի հատ գրգեմ, գիտեք Աստված ինչ ասում, կողքիդ եղբորը քրոջը գրգի, ես իրա մեջ եմ։ Ամենաառատ երկիրը եթաց Տերը հետը չլինի, շատ վատ վիճակում ես, բայց ամենավատ երկրում ապրես, Տերը քո հետ է, կյանքդ բարձանալու է ու բարձանա։ Հալելույա։